Այստեղ կարող է լինել ձեր գովազդային հոլովակը։ Այսօր կենտրոնի եւ Նոր Մարաշ դատարանում քննարկում էր երկու գործ, որոնցով Մարտի 1-ի զոհերի հարազատները վիճարկում են հատուկ քննչական ծառայության անգործությունը։ Երկու դատավարություններն էլ հետաձգվեցին։ Ոստիկանության կողմից Չերոմուխայի կիրառումից մահացած 3 երիտասարդների հարազատների հայցի մասին քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը Ամեկլուսին ասաց. Բողոքում առարկայական որևէ բան չկա։ Ձևի համար գոնե։ Իսկ զինծառայող Տիգրան Աբգարյանի ծնողների հայցի քննարկման ժամանակ տեղի ունեցավ միջադեպ։ Այսօր Հայ ազգային կոնգրեսի կողմնակիցները երթով գնացել են դեպի վարչական դատարան, բողոքելով գազի թանկացման դեմ։ Վարչական դատարանը ընդունել է 7230 քաղաքացիների համապատասխան հայցը, բայց դա արել է massամբ եւ դատավարությունը պատրաստվում է անցկացնել գրավոր ընթացակարգով։ Ըստ ՀԱԿ-ի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանի, դատախարանը ամենայն դեպքում կփորձի միգուցե արդար դատավճիռ իրականացնել, թեկուզ Հայաստանի Հանրապետությունում այսօր դա անհավատալի է թվում։ Այսօր ոստիկանության օրվա կապակցությամբ համակարգի աշխատակիցները դուրս էին եկել շքերթի, իսկ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը առաջին անգամ կրում էր գեներալ լեյտենանտի ուսադիրները։ Ծանրությունը բնականաբար երկու աստղերի ես զգում եմ, ես աշխատելու եմ ապրել, գործել, աշխատել ոստիկանությունում եւ ընդհանրապես կյանքում, որպեսզի արժանի լինեմ իմ ուսադիրներին։ Այսօր Կարեն Դեմիրճյանի օրագրերը պարունակող գրքի շնորհանդեսի ժամանակ ժողովածուի խմբագիր, պատմաբան ԱԱԾ բուժվարչության պետ Վլադիմիր Պետրոսյանը իր ելույթում խարազանեց 90-ական թվականներին իշխանության եկած ուժերին։ Այսօր Հայաստանում շարունակվում է իրականացվել հակասովետական քարոզությունը, որին հարկավոր է վերջ տալ եւ լրջորեն զբաղվել անցած տարիների կեղծ դեմոկրատների ձեռնարկած ռեֆորմների ավելի չետրանքների միացման։ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը այսօր խուսափողական պատասխան տվեց լրագրողներին, որոնց հետաքրքրում էր Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճը քանդելու վերաբերյալ նախարարի կարծիքը։ Իմ կարծիքը դա կառավարության կարծիքն է։ Ես կառավարության անդամ եմ, մշակույթի նախարարությունը դա կառավարության մասն է եւ այդ հարցը երկար քննարկվել է։ Այսօր ցանկից դուրս գալը դա դեռևս չի նշանակում, որ այդ բաղը քանդվեց, դրա տեղը չգիտեմ ինչ հայտնվեց եւ այլն եւ այլն։